Թեին մրցավեճում այս անգամ 0-4 հաշվով, առաջին խաղում 0-3 էր գրանցվել։ Կարմիր քարտ է հանե գրպանից մրցավարը։ Հիմա ես տեսնում եմ, որ կարմիր քարտը գրպան էր դնում, բայց ահա այս խախտման համար նա կփորձի շրջանցել, նա շատ լավ դրիբլինգ է տիրապետում, տեսեք, սկսում է իր խապկերը գործի դնել։ Հետևողարկումն Ալբանդյանին, կարծես նույնիսկ նրան էլ չէր հասցեագրած այս փոխանցումը, Կարեն Ալբանդյանը ինչպես անցավ մրցակցին։ Եվ ինչ խառը շփոթ իրավիճակի վերջո ստեղծվեց։ Բարձից փոխանցում Տուգանային հրապարակ Մասեդո շեղ է ստացվում։ Ձախ սպասելու է փոխանցման կամ գոնե Տուգանային հրապարակի կենտրոնում շրջանցում են Ալբանդյանը մրցակցի ոտքերի արանքով Տուգանային հրապարակում է փոխանցում անկյունային։ Ջղայնացած էր Մարզիչը։ Բայց նրա թիմը օրինակ կարողանում այդ ստանդարտին դիմադրել, նորից շատ լավ կասեցում էր դրամեից, հարվածելու է հերվից դրամեն բարձրել, բայց գործողությունների համար ծափահարությունների արժանի է։ Վայդեր միացել է գրոհին, ձախ է բրազիլացին, բարձրից փոխանցում, ցատկեց Տերտերյանը, ոչ, մնում է միայն Ալբանդյանը, հարվածում է Կարեն Ալբանդյանը և գոլ, հիասքանչ հարված է կատարում Վանի ավագը, Տուգանային հարվածների նոր արքան հայկական ֆուտբոլում։ Կարեն Ալբանդյանի կատարման, որ անկյունից էլ նայում ես, միևնույն է տպավորիչ է գոլը, որ անկյունից էլ ցուցադրեն։ Ընթացքում կարծես ինքն է մտափոխվում, հիշելով հրահանգները և ահա նրա հեռվից հարվածը Ֆարայոլա սովորություն ունի իր վրա 3-4 մրցակցի ուշադրությունը սևեռելու և այս անգամ էլ խախտում են կանոնները նրա դեմ պայքարով և դա պետք է որ երկրորդ դեղինը լինի, որովհետև Օբոնդեն էր խախտում կանոնները և հեռացվում է խաղից, փոխանցումներ հետևեն նրանց ուղղությամբ։ Իսկ սա հարված է հեռվից, որը ստացվում է Բեգլարյանի վրա ուղի։ Միզյեդը ցածից է ուղարկում Տուգանային հրապարակ, այնտեղ միմյանց խանգարեցին Վանի ֆուտբոլիստները, բայց Տերտերյանը այնպես ամուր դրեց ոտքը, որ թիմակցից տարավ գնդակի, հիմա էլ հակագրոհի է գնում Տերտերյանը, անգամ մեր մենակ է դուրս եկել Դարպասապայի հետ, հարվածել է հարկավոր և 2-0, ֆենոմենալ հակագրոհ է անցկացնում Վանը և Դավիթ Տերտերյանը հաղթանակ է պարգևում իր թիմին։ Այլևս փրկվել չի հաջողվի։